Գյուղ Մեծայրում գտնվում է Լոռու մարզի հյուսիս-արևելյան հատվածում, Դեբետ գետի գեղատեսիլ հովտում, Ալավերդու տարածաշրջանում։ Այն տեղակայված է ծովի մակերևույթից մոտ 700 մետր բարձրության վրա։ Գյուղի հարևաններն են Աղթալա, Փոքր Այրում և Ճոճկան գյուղական համայնքները։ Այս տարածքը հայտնի է իր մեղմ կլիմայով, անտառապատ լեռներով և Դեբեդի կիրճի հիասքանչ բնապատկերներով։ Մեծայրումը պատմականորեն բազմազգ բնակավայր է եղել։ Մինչև 20-րդ դարի վերջը այստեղ հիմնականում բնակվել են ադրբեջանցիներ։ 1988-ից 1991 թվականների իրադարձություններից հետո գյուղը վերաբնակեցվել է Հայաստանի տարբեր շրջաններից և Ադրբեջանից բռնագաղթած հայ ընտանիքներով։ Այդ պատճառով գյուղի ժամանակակից պատմությունը սերտորեն կապված է վերաբնակեցման և նոր համայնքի ձևավորման հետ։ Մեծայրումի ամենամեծ հարստությունը բնությունն է։ Դեբետ գետը, որը հոսում է գյուղի մոտով, անտառապատ լանջեր և կանաչ բլուրներ, լեռնային մաքուր օդ, գարնանն ու ամռանը ծաղկապատ մարգագետիններ, լուսանկարչության և արշավների համար հիանալի վայրեր։ Թեև գյուղի տարածքում մեծ թվով պահպանված միջնադարյան եկեղեցիներ չկան, վերջին տարիներին այստեղ հայտնաբերվել է քարարքային դամբարան, որը վկայում է, որ այս տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Պեղումների ընթացքում հայտնաբերված կառույցը կարևոր հնագիտական արժեք ունի և լրացնում է Դեբետի հովտի վաղ պատմության մասին պատկերացումները։ Մեծայրումից հեշտությամբ կարելի է այցելել Լոռու ամենահայտնի հուշարձանները։ Աղթալայի վանական համալիր, 13-րդ դարի հայկական նշանավոր վանք, հայտնի իր բացառիկ որմնանկարներով։ Խորակերտի վանք, 13-րդ դարի գեղեցիկ վանական համալիր Լալվարի անտառապատ լանջերին։ Աղբատի վանական համալիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված գլուխգործոց, և Սանահինի վանական համալիր, միջնադարյան Հայաստանի կրթական և հոգևոր կարևորագույն կենտրոններից մեկը։ Մեծայրումը հայտնի է իր խաղաղ մթնոլորտով, գյուղատնտեսությամբ, պտղատու այգիներով և հյուրասեր բնակիչներով։ Գյուղը գտնվում է Հայաստանի և Վրաստանի միջև անցնող ճանապարհի հարևանությամբ, ինչը պատմականորեն կարևոր նշանակություն է տվել այս տարածքին։ Մեծայրում գյուղի բնակիչների կյանքն այսօր հիմնականում կապված է գյուղատնտեսության հետ։ Բնակիչների հիմնական զբաղմունքներն են անասնապահություն, խոշոր և մանր եղջերավոր անասունների պահում, կաթի և մսի արտադրություն, այգեգործություն, խնձորի, տանձի, սալորի, դեղցի, ընկույզի և այլ պտղատու ծառերի մշակություն, բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցում, կարտոֆիլ, լոբի, լոլիկ, վարունգ, պղպեղ և այլ մշակաբույսեր, մեղվաբուծություն, որն այստեղ լավ պայմաններ ունի հարուստ բուսածածկույթի շնորհիվ։ Բնակիչների մի մասը աշխատում է նաև հարևան Աղթալա և Ալավերդի քաղաքներում կամ զբաղվում է սահմանամերձ ճանապարհային սպասարկման աշխատանքներով։ Մեծայրումը գտնվում է Դեբեդի գետի հովտում և ունի չափավոր տաք, համեմատաբար խոնավ լեռնահովտային կլիմա։ Ձմեռները մեղմ են, թեև երբեմն լինում են առատ ձյուներ։ Գարունը երկարատև է և կանաչապատ։ Ամառները տաք են, բայց ոչ խեղդող, Դեբեդի հովտի և անտառների ազդեցության շնորհիվ։ Աշունը երկար է, արևոտ և հատկապես գեղեցիկ բազմագույն անտառներով։ Մեծայրումի շրջակայքի անտառներն ու լեռնալանջերը հարուստ են կենդանական աշխարհով։ Այստեղ կարելի է հանդիպել կաթնասուններ, աղվես, գայլ, նապաստակ, վայրիխոս, որսուղ, սկյուռ, երբեմն նաև գորշ արջը, թռչուններ, բազե, արծիվ, բու, փայտփորիկ, կկու, ծիծեռնակ և բազմաթիվ երգեցիկ թռչուններ։ Ծողուններ, մողեսներ, ոչ թունավոր օձեր, ժայռոտ հատվածներում երբեմն նաև թունավոր օձեր։ Դեբետ գետում հանդիպում են տարբեր ձկնատեսակներ, իսկ գետի ափերին խեցգետիններ և ջրային այլ կենդանիներ։ Մեծայրումը շրջապատված է կաղնու, բոխու, թխկու և հացենու անտառներով։ Գարնանն ու ամռանը լեռնալանջերը ծածկվում են վայրիծաղիկներով և բուժիչ բույսերով, որոնք նպաստում են նաև մեղվաբուծության զարգացմանը։ Այս ամենը Մեծայրումը դարձնում է ոչ միայն պատմամշակութային հետաքրքիր բնակավայր, այլև Լոռու մարզի բնության ամենագեղատեսիլ անկյուններից մեկը,
որտեղ Դեբեդի կիրճը, անտառները եւ լեռնաշխարհը ստեղծում են բացառիկ գեղեցիկ տեսարաններ։ Մեծ Այրում գյուղից մոտ 2 կիլոմետր հյուսիս-արևմուտք անտառապատ լեռնալանջին գտնվում է Նահատակ եկեղեցին։ Կոչվում է նաև Նահատակ վանք կամ Նահատակ վանական համալիր։ Այն Լոռու քիչ հայտնի, բայց պատմական եւ հոգեվոր մեծ արժեք ունեցող սրբավայրերից է։ Նահատակ եկեղեցու վերաբերյալ գոյություն ունեն երկու հիմնական տեսակետ։ Ըստ պատմական ավանդության, այս վայրում դեռևս 5-րդ դարում կառուցվել է առաջին եկեղեցին։ Այն կապվում է Ջորջ իշխանի անվան հետ, որը համարվում էր Վարդան Մամիկոնյանի զինակիցներից մեկը։ Այսօր պահպանված եկեղեցու շինության վրա եղած արձանագրությունների եւ ուսումնասիրությունների համաձայն ներկայիս կառույցը կառուցվել է 1621 թվականին։ Ամենայն հավանականությամբ այն վերաշինվել է ավելի հին սրբավայրի հիմքերի վրա։ Նահատակ վանքի ամենահայտնի ավանդությունը կապված է Սուրբ Շուշանիկի հետ։ Ավանդության համաձայն այստեղ ժամանակին ամփոփված են եղել Սուրբ Շուշանիկի մասունքները։ Նա հրաժարվել էր ուրանալ քրիստոնեական հավատքը եւ ընդունել զրադաշտականությունը, ինչի համար ենթարկվել էր դաժան տանջանքների եւ նահատակվել։ Հետագայում նրա մասունքները տեղափոխվել են Թիֆլիս, որտեղ կառուցվել է Սուրբ Շուշանիկի եկեղեցին։ Սակայն պատմական աղբյուրները չեն պահպանել մասունքների տեղափոխման ստույգ թվականը։ Նահատակ եկեղեցին փոքր չափերի քարաշեն հայկական սրբավայր է, կառուցված է տեղական քարից եւ ներդաշնակորեն միաձուլվում է անտառային բնապատկերին։ Ժամանակի ընթացքում շինությունը զգալի վնասներ է կրել։ Այսօր եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում։ Նրա պատերից մեկի մեջ նույնիսկ մեծ ծառ է աճել, որի արմատները վտանգում են կառույցի ամրությունը։ Վանքի բակում պահպանվել է նաև դժվար ընթեռնելի արձանագրությամբ տապանակար Տեր Սարգիս քահանա գրությամբ, որը հավանաբար տեղի հոգևորականի գերեզմանն է։ Չնայած վանքի տարածքում լայնածավալ պեղումներ դեռևս չեն իրականացվել, պատմաբանները համոզված են, որ այստեղ կարող են պահպանված լինել ավելի վաղ ժամանակների շինությունների հետքեր։ Այդ պատճառով Նահատակ վանքը կարևոր ուսումնասիրության ենթակա հուշարձան է։ Լոռու անտառների խորքում թաքնված Նահատակ եկեղեցին կարծես ժամանակի լուռ վկան լինի։ Նրա քարերը հիշում են դարերի աղոթքները, իսկ շուրջը տիրող լռությունը պատմում է հավատքի, նահատակության եւ տոկունության մասին։ Թեև այսօր վանքը կիսավեր է, այն շարունակում է մնալ Մեծ Այրումի ամենաարժեքավոր պատմամշակութային սրբավայրերից մեկը, սպասելով այն օրվան, երբ կրկին կարժանանա լիարժեք պահպանության եւ ուսումնասիրության։ Արամյանցի տունը կառուցվել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին եւ պատկանել հայ մեծանուն նավթարդյունաբերող, բարերար եւ գործարար Միքայել Արամյանցին։ Նա Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից էր եւ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական եւ մշակութային կյանքում։ Ասում են, որ Միքայել Արամյանցը հաճախ էր լինում Լոռու այս գեղեցիկ վայրերում։ Դեբեդի կիրճի բնությունն այնքան էր տպավորել նրան, որ այստեղ կառուցել է ամառային առանձնատուն, որտեղ հանգստանում էր ընտանիքի եւ հյուրերի հետ։ Առանձնատունը կառուցված է բնական քարից եւ իր ժամանակի համար համարվել է շքեղ շինություն։ Այն ունեցել է ընդարձակ սրահներ, պատշգամբներ եւ մեծ բակ։ Շենքի տեղադրությունը պատահական չէր ընտրված։ Այնտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Դեբեդի հովիտը։ Խորհրդային իշխանության տարիներին տունը պետականացվել է եւ տարբեր ժամանակներում ծառայել է որպես վարչական կամ հասարակական նշանակության շենք։ Ժամանակի ընթացքում այն կորցրել է իր նախկին փայլը եւ այսօր զգալիորեն մաշված վիճակում է։ Չնայած շենքը պահպանության եւ վերականգնման կարիք ունի, այն շարունակում է մնալ Մեծ Այրումի պատմական խորհրդանիշներից մեկը։ Շատ զբոսաշրջիկներ եւ պատմությամբ հետաքրքրվող մարդիկ այցելում են այն, ծանոթանալու Արամյանցի թողած ժառանգությանը եւ զգալու անցյալի շունչը։ Միքայել Արամյանցը հայ մեծ բարերար էր։ Նա կառուցել եւ ֆինանսավորել է բազմաթիվ դպրոցներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, հյուրանոցներ եւ հասարակական շենքեր։ Նրա ամենահայտնի նախաձեռնություններից են Թիֆլիսի հիվանդանոցների, հյուրանոցների եւ
կրթական հաստատությունների ստեղծումը։ Արամյանցի տունը պարզապես հին շինություն չէ, այն մի ամբողջ դարաշրջանի վկա է, որտեղ հայկական բարեգործության, ճարտարապետության և ազգային ձեռներեցության ոգին դեռևս ապրում է քարերի մեջ։ Այսօր նույնիսկ ժամանակի թողած հետքերի ներքո այն շարունակում է պատմել Միքայել Արամյանցի մեծ երազանքների, հայրենասիրության և լոռու բնության հանդեպ ունեցած սիրո մասին։ Մեծ Այրում գյուղական համայնքը Դեբեդի հովտի այն բնակավայրերից է, որտեղ բնությունն ու պատմությունը միահյուսվել են մեկ ամբողջության մեջ։ Կանաչ լեռների լռությունը, գետի անընդհատ հոսքը և հին ժամանակների հետքերը հիշեցնում են, որ յուրաքանչյուր քար այստեղ իր պատմությունն ունի։ Այցելելով Մեծ Այրում ճանապարհորդը բացահայտում է ոչ միայն լոռու անզուգական բնաշխարհը, այլև մի գյուղ, որի անցյալը, ներկան և ապագան շարունակվում են Դեբեդի խաղաղ հոսքի պես։